Հունիսի 20-ին Իջևանում կողոպուտ էր կատարվել։ Անհայտ անձը երիտասարդական փողոցի շենքերից մեկի մոտ հետևել էր մի կնոջ, հետը շքամուտք մտել, հարկերից մեկում պոկել պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի։ Հուզված ու շփոթված կինը ոստիկանության Իջևանի բաժին էր եկել, պատմել կատարվածը։ Մտել եմ բայել, ոզես ցեփ ա եղել։ Մտել եմ արդեն բացասել երրորդ մի տղա եկավ, կոկոսանցա բացասել երրորդ Մեկել եմ մի քանի րոպե չանցած երրորդից արագ թափում իջա, եկավ ինձ խփեց, թե ոչինչ, թե պոկետ ու փախավ։ Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները մեկնել էին դեպքի վայր, ուսումնասիրել տարածքը, զրուցել բնակիչների հետ։ Կողոպուտն օրը ցերեկով էր եղել, գուցե որևէ մեկը տեսել էր փախչող երիտասարդին կամ ճանաչում էր նրան։ Համապատասխան միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Իջևանի Բլբուլյան փողոցի բնակիչ Էդգար Հարությունյանը։ Հարությունյանը նույն օրը նշված փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն։ Երկրորդ հարկ բացացավ, իր հետևից բացած այս որորդ հարկ հետո իջավ, երկրորդ և երրորդ անգամ տենց գողացացել ու իմեց հակուստ։ Դուժողը գոհ էր ոստիկանների ծառայությունից, ոսկյա շղթան հայտնաբերվել ու առգրավվել էր։ Շատ շնորհակալ եմ, որպեսզի լավ աշխատողներ են մեր Իջևանի ոստիկանությունը։ Արագ թափով աշխատեցին, շրջապատեցին այդ գողին, հայտնաբերեցին, ենթարկեցին պատասխանատվության։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։ Ոստիկանները կասկածներ ունեն, որ Էդգար Հարությունյանի հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Իջևանի կամ մոտակա բաժին։